Լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը եւ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին եւ հիմա իրենք փորձում են այսպիսի ուրեմն հնարքներով, շնորհակալություն, հնարքներով ընտրական եւ քաղաքական այս թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա եւս այդպես 4 թե 5 տարի 4 տարի եւս ուրեմն ղեկավարի ՀԱՕԿ-ը։ Ինչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ինչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ինչ իմացություններ ունես, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները եւ հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում, շատերն էին հարցնում, արդյոք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքներն ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները սակավ, մարզիկներն անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ, բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր, սա իր պատվի եւ երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ 2 տասնամյակների ընթացքում կառուցվեցին եւ վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան եւ սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ։ Սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ, հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուր հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով։ Մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։ Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։ Հիմա հարց Արայիկ Հարությունյանին. ո՞նց դու հայտնվեցիր ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ինչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր, եւ ի վերջո, արդյոք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ որպես ֆեդերացիայի նախագահ։ Հարցերս ռետորական չեն։